Բարև ձեզ։ Խորհրդարանի ընտրությանը հաջորդած զարգացումների շարքում բազմաթիվ հարցադրումների տեղիք տվեց, դրանցից մեկը, որը դուրս է Հայաստանի սահմաններից, խոսքս մասնավորապես Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի բավականին հապճեպ շնորհավորանքի մասին է, որ նա ուղղեց Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի ընտրության այսպես ասած հաղթանակի կապակցությամբ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքը շտապեց հաղթանակի մասին հայտարարել դեռևս ձայների հաշվարկի մեկնարկին, երբ հաշվարկված էր ընդամենը 15-20%-ը։ Սա դեռ դնենք մի կողմ եւ պայմանավորենք արդեն զուտ իշխանությունը պահելու հարցերով, ձգտումներով, շահագրգռությամբ եւ այլն։ Բայց ինչու այդպիսի անհամբերություն դրսևորեց Վրաստանի վարչապետը, որը կարող էր այդուհանդերձ լինել առավել համբերատար եւ սպասել, որպիսի Հայաստանում ձայների հաշվարկը իրականացվեր, շատ ավելի հիմնավոր դառնար իշխանության հաղթանակը ճակերտավոր կամ ուղիղ իմաստով եւ նոր միայն շնորհավորեր Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի ընտրությանը հաղթելու կապակցությամբ։ Ուրեմն ինչու շտապեց նաեւ Իրակլի Կոբախիձեն։ Այն, որ Վրաստանի համար հարևան երկրներում եւ այդ թվում բնականաբար Հայաստանում խորհրդարանի ընտրության արդյունքը եւ ընդհանրապես քաղաքական իրավիճակը, քաղաքական զարգացումները աչալուրջ ուշադրության առիթ են, սա միանգամայն հասկանալի է, ինչպես որ նույնը Հայաստանի համար Վրաստանում իրավիճակի դեպքում։ Բայց կրկնեմ, ինչու շտապել, եթե կարելի էր պարզապես ցուցաբերել համբերություն եւ օրինակ Հայաստանի հանրության մոտ չառաջացնել հարցադրումներ կապված հարևան Վրաստանի հետ։ Այստեղ ներկայացվում է հնարավոր պատճառ կամ վարկած, որ գուցե Կոբախիձեի մոտ եղել է ինչ-որ թյուր տպավորություն, որ նրան զեկուցել են ինչ-որ թյուր պատկեր, տեղի է ունեցել թյուրիմացություն եւ այլն։ Բայց Վրաստանի իշխանությունը այս ընթացքում դրսևորել է բավականին լրջմիտ վարքագիծ եւ մոտեցումներ առհասարակ իր գործունեության ընթացքում։ Եվ շատ դժվար է պատկերացնել, որ կարող էին այդպիսի անփութություն թույլ տալ Հայաստանի ընտրական process-ի հանդեպ իրենց վերաբերմունքի իմաստով։ Եվ հետևաբար այստեղ կարծում եմ խոսքը բացարձակապես անփութության մասին չէ, այլ հակառակը։ Կոբախիձեի այդ արագ շնորհավորանքը թերևս խոսում է այն մասին, որ Հայաստանում իրավիճակը եւ քաղաքական հեռանկարները եւ Հայաստանի հանգամանքը առհասարակ Վրաստանի իշխանության համար շատ նուրբ եւ դյուրազգացության շատ մեծ աստիճան պարունակող հարց է։ Եվ այստեղ ես առաջարկում եմ ուշադրության արժանացնել նույն Կոբախիձեի դեռևս մայիսին արած մի շատ ուշագրավ հայտարարություն, որը մնաց Հայաստանում նախընտրական թեժ process-ի ստվերում։ Ես խոսել եմ այն մասին, որ Վրաստանի թեման ընդհանրապես շատ արդիական է եւ ունի առավել հրատապ եւ արդիական դառնալու միտումներ, թե Հայաստանի համար, թե ռեգիոնում։ Եվ ահա մայիսին վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Վրաստանի նախագահի ներողություն Վրաստանի վարչապետը Իրակլի Կոբախիձեն խոսում է այն մասին, որ Վրաստանում օտարերկրյա գործակալները եւ նրանց արտաքին հովանավորները փորձում են հակադրություն ստեղծել Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Եվ Կոբախիձեն հայտարարել էր, որ եվրոպական բյուրոկրատներին չի հաջողվի պառակտել Հայաստանին եւ Վրաստանին։ Սա շատ էական հայտարարություն է, որը կրկնեմ հնչել է մայիսին եւ մնաց Հայաստանում նախընտրական թեժ գործընթացի ստվերում։ Իհարկե, այս հայտարարությունը կարող էր իր մեջ պարունակել որոշակի ներքին սպառման տրամաբանություն վրացական հանրության համար։ Թեպետ ընդհանուր առմամբ 2024-ի խորհրդարանի բավականին բարդ ընտրությունից հետո, երբ պաշտոնական Թբիլիսին ահռելի արտաքին ճնշման տակ էր Եվրոպայից եւ նաեւ Միացյալ Նահանգների դեմոկրատական վարչակազմից, այդուհանդերձ վրացական երազանքին էապես հաջողվել է կայունացնել իրավիճակը եւ հիմա թերևս այդքան մեծ կարիք կամ կենսական պահանջարկ ներքին սպառման այդօրինակ շրջանառության այդքան էլ չկա։ Եվ հետևաբար այստեղ միայն ներքին սպառման հարց չէ, որ այդ հայտարարությունների տողատակում դնում է Իրակլի Կոբախիձեն։
Առավել ևս հատկանշական է, որ օրինակ Եվրոպայից այդպիսի հայտարարություններ չեղան, որ բացարձակապես մտադիր չեն եւ բացարձակապես չունեն նպատակ ինչ որ հակադրություն ստեղծել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ։ Չեղավ հայտարարություն, որ Վրաստանի վարչապետը տարածում է իրականությանը չհամապատասխանող մտայնություններ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, Եվրոպային, այսպես ասենք, զրպարտում է հայ-վրացական պառակտում ծրագրելու մտադրությունների համար։ Այս հայտարարությունը շատ էական է եւ թեմայի վերաբերյալ ես խոսել եմ նաեւ օրվա թեմայի նախորդ թողարկումներում ամիսներ առաջ, երբ խոսում էի, որ հայ-վրացական կոնֆլիկտը կարող է լինել նաեւ Ադրբեջանի ռազմավարության թիրախում, որովհետեւ Ադրբեջանը հավակնելով ռեգիոնալ հեգեմոնության եւ այդ տրամաբանությամբ փորձելով կառուցել իր հարաբերությունը նաեւ աշխարհաքաղաքական դերակատարների հետ, այդ թվում Եվրոպայի, կփորձի այդ հեգեմոնությունը առաջ մղել նաեւ հայ-վրացական կոնֆլիկտի միջոցով։ Կոնֆլիկտ, որի այսպես ասած խաղաղարար կամ հաշտարար կողմը կարող է դառնալ Ադրբեջանը եւ գուցե ոչ միայն Ադրբեջանը, այլ օրինակ նաեւ Եվրոպան։ Առավել ևս, որ այդօրինակ կոնֆլիկտը կամ հակադրությունը իր մեջ կարող է պարունակել շատ ավելի խորքային ռազմավարական ծրագիր եւ մտադրություն Կովկասում ստատուս քվոյի փոփոխության վերաբերյալ, այդ թվում ընդդեմ Ռուսաստանի եւ Չինաստանի։ Եվ այս համատեքստում շատ էական է, կրկնեմ, Վրաստանի վարչապետի հայտարարությունը, որ հնչել է մայիսին, բայց որը կարծես թե չունեցավ մեծ ռեզոնանս։ Թեպետ թվում է, որ հնչել է շատ ծանրակշիռ մեղադրանք։ Եվրոպական բյուրոկրատներին չի հաջողվի պառակտել Հայաստանին եւ Վրաստանին։ Հայաստանից չի եղել արձագանք, հասկանալի պատճառներով եւ այդ հասկանալի պատճառը միայն նախընտրական զբաղվածությունը չէր։ Հասկանալի պատճառը կնշանակեր կամ մերժել Վրաստանի վարչապետի այդ հայտարարությունը, կամ նրա հետ միասին ինչ որ բան ասել, այսպես ասած, եվրոպական բյուրոկրատների դեմ։ Երևանը գերադասեց լռության մատնել Թբիլիսիում հնչած այդ հայտարարությունը։ Բայց դրա հանդեպ լռություն պահպանեց նաեւ Եվրոպան։ Մինչդեռ կրկնեմ, հայ-վրացական այդ հակադրության հարցը կարող է լինել ընդհուպ Եվրոպա-Ադրբեջան քննարկումների առարկա։ Ես նկատի չունեմ պաշտոնյաների մակարդակով տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները։ Ես նկատի ունեմ քաղաքական հետնաբեմը։ Այդ հետնաբեմում Բրյուսելը եւ Բաքուն կնքում են ռազմավարական նոր համաձայնություններ եւ դրա վկայություններ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցը Բաքու մարտին եւ այնտեղ համատեղ հայտարարության մեջ արձանագրում է, որ կողմերը հարաբերվում են հավասարը հավասարի հետ։ Ինչպես են իրականում ընկալում միմյանց, սա այլ հարց է, բայց ընդհանուր առմամբ ուժերի հարաբերակցության տրամաբանությունը այսօր այնպիսին է, հաշվի առնելով նաեւ էներգետիկ ռիսկերը Եվրոպայի համար, որ Բաքուն իրեն թույլ է տալիս արձանագրել այդպիսի փոխհարաբերություն հավասարը հավասարի հետ։ Եվ հավասարը հավասարի հետ կարող են մտածել հայ-վրացական հակադրության եւ հնարավոր կոնֆլիկտի միջոցով Կովկասում նոր կոնֆիգուրացիա ձևավորելու եւ այդ կոնֆիգուրացիայի հովանի դառնալու մասին։ Ադրբեջանը իր ռեգիոնալ հեգեմոնության շրջանակում Եվրամիությունը Կովկասի հարցում իր բաժնեմասը Թուրքիայից եւ Ադրբեջանից ստանալու ակնկալիքի եւ սխեմայի համատեքստում։ Որովհետեւ հայ-վրացական այդօրինակ հակադրությունը կարող է բերել նաեւ լուրջ մետաստազների արդեն հայ-ռուսական հարաբերության իմաստով, այդ թվում Հայաստանում ռուսական ռազմակայանի քաղաքական շրջանակի կամ գուցե ռազմաքաղաքական շրջանակի։ Այնպես որ հայ-վրացական հարաբերության հարցը առաջիկայում լինելու է Կովկասի առանցքային հարցերից մեկը։ Կովկասի վերաբերյալ աշխարհաքաղաքական հնարավոր ծրագրավորումների առանցքային ուղղություններից մեկը եւ այնինչ բացահայտում է Վրաստանի վարչապետը մայիսին արած իր հայտարարությամբ,
թերևս որոշակիորեն բացատրում է նաև, թե ինչու Իրակլի Կոբախիձեն նաև այդպես շտապում էր շնորհավորել Նիկոլ Փաշինյանին արդեն հունիսի 7-ի քվեարկությունից հետո։ Հայ-վրացական հարաբերության հարցը դառնում է չափազանց բարդ եւ խրթին աշխարհաքաղաքական միտումների առանցքային շերտերից մեկը։ Ավելորդ է ասել, որ այդ շերտը կառավարելը կարևորագույն հարց է երկու երկրների համար, որովհետև հայ-վրացական հակադրությունը պարզապես բերելու է մի Կովկասի, որտեղ թե Հայաստանը, թե Վրաստանը բացի սուվերենության լրացուցիչ կորստից չեն ստանալու ոչինչ։ Եվ Հայաստանն ու Վրաստանը մեծ հաշվով վերածվելու են Եվրամիություն, Թուրքիա, Ադրբեջան եռանկյունու շրջանակում բաղդատվող միջավայրի։ Կարող է փոխվել իհարկե կոնֆիգուրացիան, որովհետև այդ սխեմայի աշխատացման պարագայում հնարավոր է իր սխեմաները կիրառի նաև Ռուսաստանը եւ ձևավորվի Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան սխեման։ Վերջին հաշվով Թուրքիան եւ Ադրբեջանը ցավոք սրտի դրսևորում են եւ դրսևորել են այնքան ճկունություն, որ նրանք մեծ հաշվով կամ Եվրոպայից կամ Ռուսաստանից ստանալու են իրենց բավարարող համաձայնությունը։ Եվ այս process-ներում սուբյեկտ լինելու միակ տարբերակը հայ-վրացական իսկապես քաղաքական, տնտեսական կոոպերացիայի ամրապնդումն է, բայց քաղաքական եւ արժեհամակարգային բովանդակության հիմքով։ Եվ այստեղ է, որ հակադրությունը ստացել է արդեն իսկ որոշակի դրսևորում։ Մենք տեսնում ենք, թե գաղափարական ու արժեքային ինչ հիմք է դնում իր գործունեության խորքում վրացական երազանքը, ազգային ինքնության պահպանում, այդ թվում նաև վրացական եկեղեցու միջոցով, եւ ինչ հիմք է դնում իր քաղաքականության խորքում պաշտոնական Երևանը, լիովին հակառակը, ազգային ինքնության ապամոնտաժում Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության համար, որը լայն իմաստով այլ բան չէ, քան հենց վերը նշածը սխեմայի ձևավորումը։ Եվրամիության բաժնետիրության հեռանկար Հայաստանի հաշվին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այսպես ասած խաղաղության հասնելու միջոցով։ Եվ այդտեղ բնականաբար դրվում է այն հարցը, ինչը օրինակ Վրաստանում չկարողացան դնել։ Ինքնության ապամոնտաժում եւ այդպիսով Եվրամիության համար գործունեության շատ ավելի մեծ դաշտի ձևավորում։ Այսինքն արդեն իսկ մենք տեսնում ենք, որ կա հայ-վրացական հակադրություն։ Եվ եթե իսկապես խորքային առումով, գաղափարական ու արժեհամակարգային առումով ձևավորվում է այդ տարանջատումը, ապա քաղաքական մակարդակում սա կառավարելը ամենամեծ ցանկության դեպքում անգամ դառնալու է չափազանց բարդ։ Եվ կրկնեմ, հակադրության, իսկ հետագայում դրա կոնֆլիկտի վերածելու խնդիրը դառնում է դրա շահառուների համար շատ ավելի լուծելի։ Եվ այս տեսանկյունից մեկ այլ հանգամանքի արժանացնենք ուշադրության։ Հայտնի է շատ վաղուց, որ 2024 թվականում Վրաստանի խորհրդանի ընտրությունից հետո 2024 թվականին Վրաստանի խորհրդանի ընտրությունից հետո քաղաքացիական հասարակություն կոչված շերտերի մի զգալի մասը տեղափոխվեց Հայաստան իբրև ավելի ազատ տարածք։ Բայց Հայաստան տեղափոխումը անկասկած պարզապես պայմանավորված չէր նրանով, որ Հայաստանն էր հարևան երկիրը։ Ի վերջո կարող էին տեղափոխվել եվրոպական որևէ երկիր։ Հազիվ թե բարդ էր դա անելը առանց վիզային ռեժիմի պայմաններում եւ հատկապես եվրոպական դոնորների հովանու պայմաններում։ Չէ՞ որ այդ կառույցների ահռելի մասը աշխատում էր հենց եվրոպական ֆինանսավորմամբ։ Հետևաբար ինչու Վրաստանից Հայաստան, այսպես ասած, ապաստարան ստացան այդ կազմակերպությունները կամ դրանց մի զգալի մասը, եւ ոչ թե օրինակ հենց դոնորների բնորան։ Որովհետև այստեղ պարզապես աշխարհագրական տեղափոխում չէր, պարզապես ֆիզիկական տեղափոխում չէր։ Նրանք տեղակայվեցին Վրաստանի անմիջական հարևանությամբ հենց հայ-վրացական պառակտման այն սցենարային տրամաբանության համատեքստում, որի մասին, կրկնեմ, մայիսին խոսում էր Վրաստանի վարչապետ Կոբախիձեն։ Այդ սցենարի
առավել խորքային եւ առավել կայուն աշխատեցման պարագայում տեղափոխված, այսպես ասած, քաղաքացիականները կամ ոչ կառավարականները, այլ կերպ ասած, արևմտյան դոնորությամբ աշխատող կազմակերպությունները թերևս X պահին կստանան իրենց դերը եւ ձեռամուխ կլինեն իրենց ֆունկցիայի իրականացմանը։ Այդ թվում կրկնեմ նաեւ ռեգիոնում ռուսական ռազմակայանի դրա հեռանկարների շուրջ քաղաքական համապատասխան, հասարակական քաղաքական համապատասխան միջավայր ձևավորելու կամ խթանելու հարցում, որովհետև, ինչպես նշում եմ, հայ-վրացական կոնֆլիկտը բնականաբար ինքնանպատակ սցենար չէ, որ կարող է լինել թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, թե Եվրամիության համար, դա կարող է լինել ռեգիոնում հեգեմոնության ճանապարհ, միջոց, կոնֆլիկտի շնորհիվ, կոնֆլիկտի հաշտարար, այսպես ասենք, դերակատարման շնորհիվ։ Եվ այստեղ առանցքային է, որ եւ անկասկած է, որ թիրախում հայտնվելու է նաեւ ռուսական ռազմակայանը։ Բայց հարցը բնականաբար ամենևին ռուսական ռազմակայանը չէ։ Հարցն այն է, որ այդ կերպ թիրախում հայտնվելու է Հայաստանի Հանրապետությունը եւ դրա սուբյեկտությունը։ Հետևաբար հայ-վրացական թեման առաջիկա ժամանակահատվածում թերևս պետք է լինի Հայաստանի հանրության, իրապես Հայաստանի հանրության եւ հայկական ինքնության, հայաստանյան պետական ու ազգային ինքնության պահպանման եւ ամրացման հարցերով մտահոգ հանրության հոգատարության կարևոր ուղղություններից մեկը։ Եվ այստեղ պետք է լինել շատ աչալուրջ, պետք է լինել ուշադիր եւ պետք է լինել շատ դյուրազգաց, թույլ չտալու համար, որպիսի այդ սցենարը, կրկնեմ, որի մասին մայիսին խոսում էր Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, որևէ կերպ մտնի, այսպես ասենք, հիմնական իրագործման ռեժիմ։